Ուրեմն լսի Բալիկ ջան, ինչեմ ասում Բալիկ ջան, դե վիդեոներից ակնհայտ երևում է, որ դու անգամ ինքդ քեզ լվալ չես կարող, էլի։ Ուրեմն լսի, արհեստական բանականությունը ինքը շատ որակով, շատ գունավոր, շատ որակով ձայն ունեցող վիդեոներ է հանում։ Ինչ ասեցիր, տեսաձայնագրությունները կարող են ինչ-որ մի կերպ օգտագործվեն, իսկ ինչ տեսաձայնագրությունների մասին է խոսքը գնում, ամոթ չելնի հարցնելը։ Երկրորդը, ես ուզում եմ այդ հարց տամ, դու ընդհանրապես տեղյակ ես, որ գոյություն ունեն փորձագետներ, փորձաքննություն։ Պահանջի, որ մի հատ փորձաքննություն անեն, տենան այդ որտեղ այդ տեսաձայնագրությունները օգտագործված եւ ասելը քեզ արհեստական բանականության օգնությամբ սենց շեղած քեզ էլի։ Բայց այդ Քոչարյանի փաստաբաններին մի հատ կանչեք թող փորձաքննություն անեն։ Թող պահանջեն այդ փաստաբանները։ Այդ նույն փաստաբանները, որ բգոյ են պաշտպանում, որ չկա տենց բան, հորինված է։ Բախեն նստած։ Բա հանեք այդ տեսաձայնագրությունները, այդ գաղտնալսումները։ Մի հատ հանեք, թող տանեն փորձաքննության։ Այդ ձեր փաստաբաններն էլ թող պահանջեն։ Միջնորդություն թող ներկայացնեն, խի չկա։ Թե ներկայացրել են փաստվել ա, որ այդ իրականությունն է։ Ասենք եկել եք սենց ժողովրդին կուտ եք տալի, թե հա էլի արդարություն չկա, դատարանը Փաշինյանին ա ենթարկում, դրա համար արդարություն չկա, տոլավ է։ Տոլավ է։ Բա հանեք եվրոպական դատարանները, ձեր գաղտնալսումները։ Հանեք, թող Եվրոպայում փորձաքննություն անեն, տենան այդ գաղտնալսումները ֆեյք են թե չէ։ Թող այդ գաղտնալսումները Եվրոպայում ստուգեն։ Ֆեյք են թե ոչ։ Մեկ էլ էս քո նկարահանածը։ Էդ էլ ղրգի եվրոպական դատարան։ Ղրգի, խես նստե։ Այն փաստաբաններին քսի տվեք։ Խեք նստե։ Թող տանեն մեջնորդություն ներկայացնեն, մի հատ փորձաքննություն անցնի։ Խի չկանում, հա։ Մի բառ ճիշտ ասեցիր, վակխանալյա։ Ճիշտ փաստեցիր։ Որը տիրել է տարիներով ձեր կտրիչի գլխավորությամբ եկեղեցիում։ Էդի փաստա, ապրես։ Ասում ես հակա եկեղեցակա մարդկանց թիրախավորելու եւ այլն ֆլան ֆստան։ Լսի, նախ դու եկեղեցին չես, հա։ Այդեն շատ մի վերցրեք ձեր վրա։ Ոչ մեկը եկեղեցի չեք։ Եկեղեցին դա գաղափար է, դա անհատներ չեն, ձեր նմանները չեն, բաղծվածներ։ Էդի մեկ, երկրորդ։ Հետ որ ասում ես իրանք գործելավոճն է, ատելություն եւ այլն։ Լսի, այս արդեն քանի տարի է, ամբողջ մեր երկիրը լցրել եք ատելությամբ, ժողովրդին ներվայնացնում եք, ստերով ժողովրդին տանջամահ եք անում, դարձնում եք sense մի հատ մարդասպան, էլի, հենց դուք, ձեր նմանները, ու ձեր շակալ շրջապատը, հա, մեկ էլ ձեր պապաները, ում որ ծառայում եք, ձեր լրատվականների հետ մեկտեղ, ժողովրդին դարձնում եք հոգեկան հիվանդ, ժողովրդին դարձրել եք, չգիտեմ, արդեն գազան, այդ դուք, եկեղեցի ներկայացնողները, ու դուք էլ համարձակվում եք բերաններդ բացեք։ Այդ որ ասում ես թող դրանք հորինողները, հա, ինչ որ բացատրություն տան։ Գոնե հասկանում ես, որ մեր ֆանտազիաների մեջ չի էլ կարա լինի նման բան։ Այսինքն դու մտածում ես, որ էլ հորինելու բան չկար, այս տխմարությունը պետք է հորինեին, հա։ Դու հասկանում ես, որ մարդու ուղեղի մեջ չի տեղավորվում էսի։ Որ մի հատ դնի հորինի։ Ասենք կային հորինեին, որ դու գրուպամուխայով ես, էլի զբաղված, ասենք տղերքի հետ, ինչ որ սիրուն պուպուշ աղջիկների հետ, բայց սենց բան։ Քեզ թվում է, որ այդքան ֆանտազիա ունենք, չունենք, արա, չունենք։ Լացելու բան է։ Ասում ես լուրջ դեմքով հերքում տարվես, լսի։ Ուրեմն հանրության մեջ այսպիսի մի թեզ է ֆռում, որ կգորան, կգոչան, կասեն, կանցնի կգնա, ժողովուրդը հիշողություն չունի, կմոռանա կգնա, չկա տենց բան։ Ասեմ ավելին, ամեն ինչ ենք անելու, որպեսզի ոչ մեկ չմոռանա, թե դուք ով եք։ Ամեն մի ձեր արած քայլը անընդհատ սենց կաթիլ հիշացնելու ենք։ Ամեն մի ձեր արած, այս սենց հերթով հելնելու է ջրի երես։ Ու ոչ մեկ չի մոռանալու, թե դուք մեր սուրբ եկեղեցին ինչ օրն եք գցե, ոչ մեկ։ Ու կյանքում հայազգը ձեզ չի ներելու։ Մեր սուրբ եկեղեցին այս օրը գցելու համար։ Էսի հուր հավիտյան հիշեք։ Ամեն մի սուտ, ամեն մի տականք լկտի սուտ բերեցիք հայ ժողովրդի գլխին, որպեսզի հայ ժողովուրդը հելնի հերքի, հա, հանձինս ինձ, հանձինս կառավարության, որպեսզի հետագայում այս սրա նման նյութերը որպեսզի դնենք ձեր դեմը, հետո էլ ասեք զրպարտությունը ու անցնեք առաջ, չի լինելու, մոռացեք։ Ձեր դեպքում մոռացեք, որովհետև այն ինչ որ դուք զրպարտել եք, մենք ոչ թե միայն հերքել ենք, փաստերով ենք հերքել, իսկ դուք ընդհանրապես սենց լուրջ դեմքով չեք հերքում ճակերտավոր զրպարտությունները։ Հերքա ձեր շլանգի տեղ դնեք, որովհետև ստեղ էշ չկա։ Այսքանը։